Նինոցմինդայի մունիցիպալիտետում դեռ կան գյուղեր, որոնք գազաֆիկացված չեն։ Դրանց թվում են Փարվանան, Նոր Խուլգումոն եւ Գորելովկայի գյուղական համայնքը։ Տարիներ շարունակ բնակիչները ստիպված են օգտվել փայտից եւ այլ վառելիքից, ինչը հատկապես ձմռանը դժվարություններ է ստեղծում։ Գազաֆիկացման հարցը համայնքների բնակիչների համար շարունակում է մնալ առաջնային խնդիր։ Եսա Գաբրիմ Եֆրեմովկա, ես մեր խնդրեմ գոր Եֆրեմովկա գազ քաշեն, գազ շատ կխնդրեմ։ Նույնիսկ ուր սաղ էս 21-22-րդ տարը գասնինք գազ չունենք։ Սա գեղանա գազ կա մեզ Եֆրեմովկան, այսինքն Կարելովկա, Դանովական չունենք գազ։ Իշքան ես մալիգուն հավաքեմ որ տունը դակցնեմ ձմիրը։ Շատ դժվար է։ Գումբերես կինենք։ Փող գուդանք, փող գծացենք, ինա ձմերնա լավ չի դակցնի, աթարիշ վիդի դակցնի։ Փադը թանգեցել է, մերիադම් փադը 630 լարի դվել արել եմ որ բելքի դե պարավոյը դակցնի։ Իմ մասին չունենք, ետ կեղնի էդ կուզիմ գիտնամ, կեղնի յանի։ Եղավ քանի տարի է հույսով կաբրինք։ Սա աղորը մոխիր հանե, մոխիր թապե, մոխիր քաշե։ Վառելիք սարկե, վառելիքի փող տուր։ Թեմայի շուրջ բարձաբանում ստանալու նպատակով հարցազրույց ունեցանք Էշչիգազ ընկերության տնօրենի հետ։ Նինոցմինդայի մունիցիպալիտետում անցած տարի մենք գազաֆիկացրել էինք Վլադիմիրովկա գյուղը, որը մինչև ձմեռ արդեն ավարտել ենք աշխատանքները եւ հիմա ենք սկսելու մեր բաժանորդներին գազամատակարարումը։ Ինչ վերաբերում է մեր ընթացիկ ծրագրերին, մենք այս տարի քանի որ փոկա, գանձա եւ սաղամու ուղղությամբ խնդիր ունենք ձմեռը գազաֆիկացման հետ գազի բավարարելու հետ կապված, այս տարի իրականացնելու ենք հեշտյա փոկա նոր գազատարի կառուցում 140 մմ տրամագծով, որը ամբողջությամբ կլուծի խնդիրը, որ ունենք ձմեռվա ընթացքում։ Նինոցմինդայի մունիցիպալիտետում ուրիշ ծրագիր այս տարի չունենք, դեռևս չունենք, ինչքան ես ինֆորմացիա ունեմ, Գազտրանս ընկերությունը, գազի տրանսպորտային ընկերությունը իրականացնելու է Գարելովկայի թեմի գազաֆիկացման աշխատանքները, բայց ինչ կանով եւ ուտ մանրամասը տեղեկություններ չունեմ, չեմ կարող ասել, ավելի մանրամասը իրանք կարող են ասել։ Բնակիչները հույս ունեն, որ խնդիրը շուտով լուծում կստանա, քանի որ բնական գազի հասանելիությունը կարևոր նշանակություն ունի թե կենցաղային պայմանների բարելավմանը, թե ձմեռային դժվարությունները նվազեցնելու համար։ Համայնքներում սպասում են հստակ որոշումների եւ ծրագրերի իրականացման մեկնարկի։